Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Լուսինե Զարայելյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Բաքվից Երևան է այցելել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել են վարչապետ Փաշինյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչ են քննարկել զրուցակիցները։ Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Փաշինյանի խոսքով սա Հայաստան և հարաբերություններում լուրջ զարգացումների արդյունք է։ Եվրոպական միության անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և Եվրամիությունում, և Եվրասիական տնտեսական միությունում։ Մոսկվան արձագանքել է մեր կառավարության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու որոշմանը։ Փետրվարի 1-ից Երևանում 100 դրամանոց ուղետոմսը կհանվի շրջանառությունից։ Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ հանրային տրանսպորտից հաճախակի օգտվողների համար կգործեն նոր ու ավելի հարմարավետ փաթեթներ։ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը։ Կառավարության որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների տեխնիկական բնութագրերի կազմամբ, ինչպիսին էր նախորդ տարին գերատեսչության համար ներկայացրել է նախարար Դավիթ Խուդատյանը։ 2024 թվականի ընթացքում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է 399 ստուգում, որոնց արդյունքում պարզվել է, որ մեկ տարվա ընթացքում պետությանը պատճառվել է 8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս։ Տեսչական մարմնի ղեկավարը ևս ամփոփել է 2024 թվականը։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ գործակցության զարգացումը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ մայրուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը։ Անդրադարձը կատարվել խաղաղության խաչմերուկ նախագծին, Ահմադյանն էլ նշել է, որ Իրանը աջակցում է նախագծի իրականացմանը դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Մինչև այս Ահմադյանին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան գործակցության հեռանկարներին։ Զրուցակիցները քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել գործակցության նոր ուղիները։ Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Փաշինյանի խոսքով սա Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ զարգացումների արդյունք է։ Գործադիրը երկարացրել է նաև անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետը։ Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այն հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնելու Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ սպասումներն ու Եվրոպական միության հետ աշխատանքային միջավայր կձևավորվի նշված օրակարգի քննարկման համար։ Դուք, պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդանում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի։ Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ եւ վիզաների ազատականացման մեկնարկը եւ մի շարք այլ գործիքներ, որ արդեն կիրառվել են կամ քննարկվում են այժմ մեր եւ Եվրոպական միության միջև օրինակ գործընկերության նոր օրակարգը եւ այլն, եւ ահա ելնելով այս հանգամանքներից մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում շատ լուրջ զարգացումներ են եղել, այդ թվում վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, որոնք կառավարության օրակարգում են եղել տասնյակ տարիներ։ Շատ կարեւոր է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եվրոպական խաղաղության գործիքի մաս դարձնելու որոշումը։ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, որ սա ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառից հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի եւ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով։ Սրանով կառավարությունն ընդգծում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետ վճարի տրամադրումը կշարունակվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հետ վճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների եւ վճարումների գործարքներից հաշվարկվել է։ Մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսական գումարը 2022 թվականի դեկտեմբերին կազմել էր 3379 դրամ, 2023 թվականին այդ արժեքը 3400 էր, իսկ 2024 թվականի նոյեմբերին արդեն 4190 դրամ։ Եվ երբ որ ամփոփում ենք նոյեմբեր ամսվա տվյալներով, շահառուները ավելի քան 48%-ը իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով։ Ըստ վարչապետի, սա իսկապես հաջողված բարեփոխումներից մեկն է, այն ճկունություն է ցույց տալիս, որով հնարավոր կլինի հետագայում եւս բարձրացնել կենսաթոշակները։ Հիմա մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք։ Ու երբ որ մենք գնում ենք ազգային ժողով կամ ուրիշ տեղ հարցազրույց են տալիս, ասում են տենց էլ այս տարի թոշակը չավելացավ։ Ոչ ես որոշումից հետո ամեն ամիս թոշակը ավելանում է, ժողովուրդ ջան։ Եվ հիմի կարողա մենք հետագայում թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս պետքա ոչ թե ասենք, որ մենք բազային թոշակը բարձրացնում ենք 5000 դրամով, այլ ասենք անկանխիկ առևտրից հետ վճարը բարձրացնում ենք 12-ից դարձնում ենք 15, 15-ից դարձնում ենք 17, 17-ից դարձնում ենք 20։ Գործադիրը հավանություն տվեց նաև անապահովության գնահատման կարգի վերաբերյալ նախագծին, ըստ որի այն պիլոտային կարգով կիրականացվի 2 մարզում՝ Սյունիքում եւ Կոտայքում։ Նպատակն է հանրապետությունում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Նոր համակարգով գործող ընտանեկան նպաստերի փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից։ Եթե ունենք մեկ չափահաս անձ, որը 0 եկամուտ ունի, իր նպաստը կկազմի 34581 դրամ։ Նշեմ, որ գործող համակարգում նպաստի միջին չափը 33000 դրամն է, իսկ այս նոր համակարգով միջին չափը կբարձրանա եւ կդառնա 49330 դրամ։ Նոր համակարգով պարտադիր է դառնում նաև աշխատունական ծանց աշխատանքի տեղավորումը։ Աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի։ Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով եւ անապահով, եւ որից կախված ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթներ ենք տրամադրելու։ Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա աջակցության տեսքով, կոմունալ, կրթական ծառայությունների, առողջապահական ոլորտի որոշակի արտոնություններ եւ այլն։ Նախագծով ապահովում ենք, որ ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները ունենան նվազագույն երաշխավորված եկամուտ, նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Անապահովության նոր համակարգը գնահատվելու է 2025 թվականի մարտի 17-ից։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Մոսկվան արձագանքել է Հայաստանի կառավարության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու որոշմանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դիտարկմամբ Եվրոպական միությանն անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը շահավետ է Հայաստանի համար։ Պեսկովը նաև նշել է, որ դեռ պետք է սպասել Բրյուսելի արձագանքին։ Պուտինի մամուլի քարտուղարը նկատել է, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ Եվրամիությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում։ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ եւ անվտանգությամբ եւ կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի հետ։ Այս մասին եւս հայտարարել է Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի ու Հայաստանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքները։ Հարցին, թե Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Փաշինյանի եւ Ալիևի հետ, Պեսկովը պատասխանել է, որ ոչ։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Փաշինյանը Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի հապկին Հայաստանի անդամակցության մասին։ Իլհամ Ալիևը սպասում է հունվարի 20-ին Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երթմնակալությանն ու դրանից հետո սպասվող իրադարձություններին Հայաստանի հետ կապված իր հետագա քայլերն իրականացնելու համար, կարծում է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։ Ըստ նրա, Հայաստանը գործ ունենալով ծավալապաշտական նկրտումներ ունեցող հակառակորդի հետ պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, հատկապես երբ Բաքուն պատերազմ սանձազերծելու հող է նախապատրաստում։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը եւս Ալիևի ագրեսիվ ռետորաբանությունը գնահատում է ռիսկային, նկատելով, որ անկախ բանակցություններից Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն ամենևին էլ չունի, որի համար մանևրում է եւ առաջ քաշում արհեստածին նախապայմաններ։ Հիմա աշխարհաքաղաքական գործընթացները դարձել են Ադրբեջանի համար ավելի
նպաստավոր, այսպես ասենք, այսինքն մի կողմից Իրանի բավականին խոշոր պարտությունը Սիրիայում, որը որ էականորեն սահմանափակել է Իրանի արտաքին քաղաքականության հնարավորությունները, այսպես ասենք, մյուս կողմից Միացյալ Նահանգներում նոր ադմինիստրացիայի ձևավորումը եւ դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների բավականին անհայտ լինելը, հատկապես մեր տարածաշրջանում, ինչ է Իրանից ներկայացնելու Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը, բավականին անկանխատեսելի է։ Ճիշտ է, ես ոնց նայում եմ Բաքվում բավականին մեծ հույսեր ունեն նրա հետ, որ Թրամփը կլինի ավելի պրոադրբեջանական, Թրամփի հետ իրենք կարողանան պայմանավորվել եւ այլն, բայց ես կարծում եմ իրանք էլ են մի քիչ, այսպես ասենք, արագ գնացել այս հաշվարկների ուղղությամբ, ես կարծում եմ, որ դա դեռևս բացարձակապես փաստ չի ու կա բավականին մեծ անկանխատեսելիության մի էլեմենտ։ Այն հայտարարությունները, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը հնչեցնում է, այն տարածքային հավակնությունները, որ ներկայացնում են, նույն Կանադայի նկատմամբ, Մեքսիկայի նկատմամբ, Պանամայի նկատմամբ, Դանիայի նկատմամբ, սրանք բավականաչափ մեծ հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի համար նույն ոճով առնվազն խոսելու, եթե Միացյալ Նահանգների ուրեմն այդ քաղաքական ինչ որ առաջնահերթությունների գնահատական փորձենք տալ, ապա այս պահին գոնե հնչած հայտարարությունները որոշակիորեն բնականաբար մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանևրի հնարավորությունները։ 5 մարզադպրոցների մասով վերահսկողություն է իրականացվել, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանուս Պետրոսյանը, ներկայացնելով նախորդ տարի դպրոցներում վարչապետի կատարած շրջայցից հետո իրականացրած ստուգումների մանրամասները։ ՊՎԾ-ն հայտնաբերել է տարբեր խախտումներ, որոնք վերաբերում են մարզադահլիճների վերանորոգման եւ կահավորման հետ կապված ուռճացված գնագոյացման գործընթացին։ Պետրոսյանը ներկայացրել է խախտումները շտկելուն ուղղված քայլերը։ Ուռճացված գնագոյացման մասով մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցվել է պատշաճ կարգով վարչապետին եւ առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին։ Գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ եւ որոշակի ընթացակարգերի որոշակի լավարկման առաջարկներ են կարել։ Խոսքը այն մասին է, երբ պետական գնումների պատվիրատուները, գերատեսչությունները այդ պարագայում ԿԳՄՍ-ն եւ Քաղաքշին կոմիտեներին պատվիրատուներ հանդիսանում տեխնիկական բնութագրերի մեջ գնային, այսպես ասած, մեծ սողանցք էին թողել եւ պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները եւ ահա կապալառում տվյալ գնումը շահած եւ իրականացնող կառուցապատում իրականացնող կապալառում տեխնիկական բնութագրերի նշված նվազագույն տեխնիկական պահանջները բավարարել էր, սակայն գնագոյացման առումով հետապնդել էր առավելագույն շահ, որը որ նաև շահոթարկով եւ մյուս գեներացվող հարկերով հարկվել էր իհարկե, բայց արդյունքում ունեինք նվազագույն որակ ունեցող եւ առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում տվյալ պիտույքների։ Այդ երևույթը կարող եմ ասել, որ համատարած է նաև պետական գնումների ոլորտում, ուստի այդ վերահսկողության արդյունքներով մենք առաջարկ ներկայացրեցինք վարչապետին եւ հանձնարարականներն արդեն իջեցվել են համապատասխան գերատեսչություններին գնման ընթացակարգերը լավարկելու եւ մասնավորապես տեխնիկական բնութագրերում տվյալ լավարկումները իրականացնելու։ Փետրվարի 1-ից Երևանում 100 դրամանոց ուղետոմսը կհանվի շրջանառությունից։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ հանրային տրանսպորտից հաճախակի օգտվողների համար կգործեն նոր եւ ավելի հարմարավետ փաթեթներ։ Նա նաեւ անդրադարձել է միասնական տոմսային համակարգի խնդիրներին, նշելով, որ դրանք կլուծվեն։ Մեկ անգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռք բերելուց հետո 3 օրվա ընթացքում, այդ պատճառով էլ նպատակահարմար չէ երկարաձգել դրանց ժամկետը։ Անդրադառնալով QR կոդերի ժամկետների կրճատման հարցին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ավականին նման որոշում է կայացրել, քանի որ երկարաժամկետի դեպքում համակարգից օգտվելու խնդիրներ էին առաջանում։ Գրիգորյանը վստահեցրել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրմամբ կլուծվեն բոլոր խնդիրները։ Մեկ անգամյա տոմսերը, նաև այն վիճակագրությունը հաշվի առնելով, որը մենք ունենք եւ վերլուծում ենք, հիմնականում սպառվում են հենց 3 օրվա ընթացքում ձեռք բերումից հետո
եւ ամենևին չի ենթադրվում, որ պետք է դրանք շատ երկարաժամկետ լինեն, երբ որ խոսքը գնում է մեկ ուղևորության մասին, եւ իդեպ ասեմ, որ դա այնպես չի, որ մենակ Հայաստանում է այդպես, եւ նաեւ եթե ավելի երկարաժամկետ տոմսի հնարավորությունների մասին խոսենք, այսօր արդեն տրանսպորտ կետ Երևան կետեն հնարավոր է ձեռք բերել նոր տոմսային փաթեթները, Թերսել հավելվածի միջոցով հնարավոր է դեռ 10 ուղևորությունը ձեռք բերել 1000 դրամով եւ 30 օրվա ընթացքում դա օգտագործել։ Հանրային տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները հաճախ բախվում են նաև վալիդատորի առաջացրած տեխնիկական խնդիրներին, որոնք լուծելու համար էլ առաջիկայում բոլոր ավտոբուսներում կտեղադրվեն երկրորդ վալիդատորները։ Ըստ փոխքաղաքապետի ման ավտոբուսներում եւ որոշ տրոլեյբուսներում արդեն արկա է 2 վալիդատոր։ Բանը նախատեսված էր, որ մեկ վալիդատոր պետք է լինի, այն տրամաբանության, որ առջևի դռնից նստում է ուղևորը, հետևի դռնից իջնում է, այսինքն նստելու պահին վճարումը պետք է իրականացվի եւ արդեն շարունակի նստել, բայց ոչ մեկիս համար գաղտնիք չի, որ մասնավորապես պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը հանրային տրանսպորտում բավականին բարձր է եւ այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի այս իրավիճակը չունենան։ Նախատեսում ենք արդեն փետրվար-մարտ ամիսներին շարունակել, որտեղ արդեն պատվերը դրված է եւ մատակարարվելուն պես կշարունակենք։ Փետրվարի 1-ից Երևանում 100 դրամանոց ուղետոմս չի լինի, իսկ 90 րոպեանոց տոմսը, որի արժեքը 300 դրամ է, կդառնա ամենակիչ օգտագործվողը, քանի որ հիմնականում այն կընտրեն տրանսպորտից հազվադեպ օգտվողները։ Սուրեն Գրիգորյանն ընդգծել է, որ նրանք, ովքեր հաճախ են օգտվում տրանսպորտից, կարող են ընտրել իրենց հարմար փաթեթը եւ օրինակ 1 ամսվա ընթացքում անսահմանափակ երթևեկության հնարավորություն ստանալ։ Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգից օգտվողներին տրամադրվող արտոնություններին, ապա Գրիգորյանը նշել է, որ օրինակ թոշակառուների դեպքում կարևոր է Երևանի հաշվառում ունենալը, սակայն ուսանողների դեպքում կարգն այլ է։ Ուսանողների դեպքում, քանի որ այդ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, այսինքն դեռ չես աշխատում, այսինքն շատ սա աշխարհում է տարածված է ուսանողներին որպես կանոն ինչ-որ չափի զերծ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանություն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու տրամաբանություն ենք նայում, այսինքն դուք կարող եք ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, ոչ Երևանում ցանկացած տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում եք տեղեկատվություն, որ դուք սովորում եք, օրինակ, չգիտեմ, Երևանի պետական համալսարանում, այսինքն Երևանի գտնվող համալսարանում, ձեզ արտոնությունը հասանելի է։ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև վարորդների սակավության խնդրին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին որոշ վարորդներ գործադուլ էին արել քաղաքապետարանից պահանջելով կատարել 100-ից 150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու իրենց տրված խոստումը։ Գործադուլի պատճառով տասնյակ հազարավոր երևանցիներ առավոտյան մնացել էին կանգառներում։ Քաղաքապետարանի որոշմամբ 35 վարորդներն ազատվել էին աշխատանքից։ Նրանցից որոշները կրկին վերականգնվել են, քանի որ գիտակցել են իրենց սխալը, նշել է փոխքաղաքապետը չհերքելով, որ այնուամենայնիվ Երևանում վարորդների քանակի խնդիր կա, ինչի պատճառով որոշ գծեր աշխատում են 40 րոպե ինտերվալով։ Անկեղծ ասեմ, ստեղ համ մի կողմից այն երևույթը կա, որ մենք լրացիչ վարորդների ներգրավման կարիք ամենայնիվ ունենք եւ այնպես չի, որ այդ մասնավոր գծի վարորդներին օրինակ չենք դիտարկել, բայց մենք նաեւ մի կողմից համ ունենք այդ կարիքը, բայց մյուս կողմից ունենք նաեւ ստանդարտը, հա, որին պետք է համապատասխանեն մեր վարորդները եւ կարծում եմ, որ օրինակ դուք նկատել եք, որ եթե առաջ վարորդների այդ ծխելու երևույթի մենք տեսեք չեմ կարող ասեմ ընդհանրապես չկա, չեմ կարող այնպես բան պնդել, բայց էականորեն բարելավել է այդ իրավիճակը։ Սուրեն Գրիգորյանը նաև հավելել է, որ նախատեսվում է առաջիկայում Երևանը համալրել 250 նոր ավտոբուսներով, ինչն էլ էականորեն կնպաստի սպասարկման որակի բարելավմանը եւ մարդիկ կանգառներում ստիպված չեն լինի երկար սպասել։ Փոխքաղաքապետը նշել է, որ 30 տարի աշխատող համակարգի փոփոխությունները որոշ դժվարություններ կարող են առաջացնել, բայց վստահեցրել է, բոլոր խնդիրներն առաջիկայում կլուծվեն։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության որոշմամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, հայտնել է ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը, ամփոփելով գերատեսչության նախորդ տարվա աշխատանքները։ Նրա խոսքով նոր կազմակերպությունը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ եւ շինարարական աշխատանքների տեխնիկական բնութագրերի կազմամբ։
2024 թվականին ավելի քան 200 կիլոմետր ճանապարհ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով, 503 կիլոմետր ճանապարհ պետբյուջեի միջոցներով։ Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, հայտնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը նշում է, Հայաստանում կան բազմաթիվ միջմարզային ճանապարհներ, որոնք վատ վիճակում են, հանրապետական եւ միջպետական ճանապարհների մասով իրավիճակը շատ ավելի լավ է։ Վերջին տարիների ընթացքում գերատեսչությունն այստեղ մեծ աշխատանք է իրականացրել։ ՏԿ նախարարն աննախադեպ է համարում սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ծավալները։ Մենք ճանապարհների որակի հետ կապված բազմաթիվ դիտարկումներ ունենք եւ ինքներս էլ նկատառումներ ունենք։ Ճանապարհային դեպարտամենտի մեր գործընկերների հետ որպես ոլորտի խոշոր պատվիրատու քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք այն եզրահանգման, որ բացառապես 2025 թվականի ընթացքում բոլոր ճանապարհները, որտեղ պետությունը, ուրեմն ճանապարհային դեպարտամենտը հանդիսանում է պատվիրատու, այդ բոլոր ճանապարհները շահագործման կընդունենք ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի համապատասխան եզրակացություն ունենալու պարագայում։ Մարզային եւ միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումների հարցը դեռ մնում է գերատեսչության ուշադրության կենտրոնում։ Այս առումով հաջողությամբ միասնական երթուղիների մրցույթներ են իրականացրել Կոտայքում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արարատում։ Իմիջիալոց Արմավիրի մարզում եւ Արարատում, որտեղ ունենք բավականին սրված պատկեր, այդպիսի մրցույթները կազմակերպվել են հանրապետությունում ամենաառաջինը։ Ցավոք սրտի մրցույթին մասնակից օպերատորները վիճարկել են ուրեմն մրցույթի արդյունքները եւ դատական process-ների մեջ են այնտեղ, որ փորձել են Արմավիրում տարեվերջին ժամանակավորապես ժամանակավոր լուծում տալ, հայտարարել նոր երթուղու մրցույթ, նոր երթուղով ուրեմն ուղևորափոխադրում է սպայն իրականացվում, նոր երթուղու մրցույթներ են մեր օպերատոր գործընկերները դատական կարգով վիճարկել։ Գեղարքունիքում Արագածոտնում մրցույթները եղել են, մնում է անհրաժեշտ փաստաթղթավորումն իրականացնելու մեքենաները ներկրել։ Ըստ կանխատեսումների երթուղիների սպասարկման համար 1.5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ են արվելու։ Չեմ բացառում, որ որոշակի տեղերում որոշակի թույլատրելի թանկացումներ լինեն, որոշակի երթուղիներում այդ թիվը մնա նույնը եւ որոշակի երթուղիներում նվազեցումներ լինեն, կախված նաեւ այն տրանսպորտային միջոցներից, որոնք պիտի ներգրավեն այդ երթուղիներում։ Հյուսիս-հարավի մասով մեծ աշխատանքներ են տարվել հատկապես նախորդ տարի, ասֆալտապատվել է 38 կիլոմետր ճանապարհ, որը ներառում է տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հիմնական ճանապարհը մոտ 20 կիլոմետր, եւս 5 կիլոմետր մոտեցումներ, նաեւ Աշտարակ-Թալին ճանապարհի 13 կիլոմետր հատվածը։ Ընդհանուր ծախսվել է 36 միլիարդ դրամ։ Գերատեսչությունը հսկայածավալ աշխատանքներ է տարել նաեւ 2024 թվականին մեզ պատուհասած տարերային աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։ Այդ նպատակով պետբյուջեից ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել։ Վնասների փոխհատուցումները բազմավոլորտ են եղել, թեև դեռ անելիքները շատ են։ Սպային գործընկերների հետ աշխատում ենք, ուրեմն աղետի հնարավոր վարարումների դեպքում ջրային մակերեսի ընդլայնման, այսինքն քանդվող հատվածի ամբողջական ուսումնասիրությամբ եւ առաջիկայում ճանապարհները կհիմնանորոգվեն հենց այս տրամաբանության մեջ։ Ասեմ, որ սպային էլ աղետի գոտում մեծ ծավալի աշխատանքներ իրականացում, մասնավորապես հիմա հենց սպային կամուրջի տեղադրման աշխատանքներ իրականացվում եւ առաջիկա օրերի ընթացքում Քարկոփը, որը միակն էր, որը բնակավայրերից որ ճուներ մեքենաների համար նախատեսված կամուրջ առաջիկայում կունենա։ Նախարարի տեղեկացմամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ։ Այն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեջ մինչև ատոմակայանի շահագործման հանձնվելը։ Ատոմակայանի կառուցման ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը վերջնական որոշմամբ կընտրվի։ Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ուրեմն ատոմակայանների առաջարկներ են քննարկում եւ քանի վերջնականը չկա, մանավանդ վերջնական որոշումը պիտի վերջնական առաջարկը կառավարությանը պիտի անի այն կազմակերպությունը, որը արդեն կառավարության տարեվերջյան որոշմամբ ուրեմն հիմնվել է եւ առաջիկայում այդտեղ էլ հաստիկային համալրումներ կանենք։ Անդրադառնալով երթուղու կառուցմանը նախարարը մեջբերում է վարչապետի հայտարարությունը, ըստ որի այդ մասով ադրբեջանական կողմին առաջարկ արդեն իսկ արվել է, բայց քանի դեռ նրանց կողմից արձագանք չկա, ինքն էլ մանրամասներ չի կարող հաղորդել։ Մենք ընդհանրապես ցանկացած պահի ուրեմն միշտ հաշվարկ ենք իրականացնում եւ հիմա էլ աշխատում ենք այդ հաշվարկների վրա ճանապարհների ապաշրջափակման մասով այն տրամաբանությամբ, որը ենթադրում է խաղաղության խաչմերուկը եւ ցանկացած պահի պատրաստ ենք process-ի մեջ արդեն ավելի աշխատանքային եւ գործնական ներգրավել։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։
2024 թվականի ընթացքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է 399 ստուգում, որոնց արդյունքում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում պետությանը պատճառվել է 8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 3 միլիարդ դրամով։ Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը եւս ամփոփել է 2024 թվականը եւ նշել բոլոր այն ոլորտները, որտեղ հիմնականում գրանցվել են խախտումները։ 2024 թվականին պետությանը պատճառվել է 8 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Ըստ նրա 2024 թվականին տեսչությունն աչքի է ընկել ստուգումների թվի զգալի աճով։ Իրականացվել են թե ծրագրային, թե արտածրագրային ստուգումներ։ Մեր ընդհանուր ստուգումների իրականացված ստուգումների քանակը 24 թվականին եղել է 399, նախորդ տարվա 292-ի դիմաց։ Մարտիրոսյանը վստահեցրել է, ստուգումների քանակական ավելացումը չի անդրադարձել դրանց որակի վրա։ Աշխատանքների կատարելագործման մեջ կարևորագույն դեր է խաղացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Մարտիրոսյանն ընդգծել է, որ հատկապես ընդերքաօգտագործման ոլորտում տեսչական մարմինը կիրառում է օրթոֆոտո հատակագծերի եւ լազերային սկանավորման համակարգեր, ինչը էապես բարձրացնում է ստուգումների որակն ու արդյունավետությունը։ ԵԱՏՄ-ում մենք առաջինն ենք եղել եւ մեր այդ գործիքների ստուգաչափման արդյունքում այդ ստանդարտը նաև ԵԱՏՄ-ում է դարձել ստանդարտ։ Տեսչական մարմնի ղեկավարը նաև օրինակ է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումը, ընդգծելով, որ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում տեղում իրականացվել է հանքավայրի չափագրումը, ինչը նախկինում ամիսներ էր տևում։ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև այն ոլորտները, որոնք 2024 թվականին եղել են տեսչության ուշադրության կենտրոնում։ Հիմնական մեր վերահսկողության բոլոր ոլորտներից առավել ուշադրության կենտրոնում են եղել ջրօգտագործման, ջրային ռեսուրսների պահպանության ոլորտը, ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության ոլորտը եւ հողերի պահպանության ոլորտը եւ պատահական չի, որ հենց այդ 3 ուղղություններով ենք մենք ավելի շատ արդյունքներ արձանագրել, այն իմաստով, որ ավելի շատ հայտնաբերել ենք խախտումներ։ Մարտիրոսյանը մանրամասնորեն ներկայացրել է բոլոր ոլորտներում արձանագրված խախտումները, մասնավորապես ջրային ռեսուրսների ոլորտում վնասը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ։ Ընդերքօգտագործման ոլորտում ապօրինի հանքանյութերի հետ կապված այս պահին ՊԵԿ-ի կողմից մեր ծավալներով հաշվարկների արդյունքում պետության պատճառված վնասը 1 միլիարդ 691 միլիոն դրամի կարգի է, ընդ որում ապօրինի հանքանյութի արդյունահանման ծավալը մեր կողմից հայտնաբերված մոտ 4.5 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսքը հանքանյութ ընդհանուր ծավալներով։ Բուսական եւ կենդանական աշխարհը 1 միլիարդ 132 միլիոն չափի դրամի վնաս ենք արձանագրել, ընդ որում, բայց այդտեղ շատ կարևոր մի ցուցանիշ կա, որը ես դրական եմ գնահատում, օրինակ ապօրինի ծառահատումների հայտնաբերումների քանակով որոշակի նվազում ունենք նախորդ տարվա համեմատ, ինչը ըստ իս դրական ցուցանիշ է, բայց այդտեղ եւս ահագին աշխատանք կա կատարելու ընդհանրապես այդ բուսական աշխարհի պահպանության հետ կապված։ Հողերի օգտագործման եւ պահպանության ուղղությամբ մենք արձանագրել ենք 2 միլիարդ 300 միլիոն դրամի կարգի մոտ վնաս։ Այս թվերն ու արդյունքները վկայում են, որ 2024 թվականը եղել է բնապահպանական խնդիրների կառավարման եւ կանխարգելման ակտիվ տարի, որը պահանջում է շարունակական ուշադրություն եւ նորարարական լուծումներ բնապահպանական վտանգների դեմ պայքարում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Շարունակում են թողարկումը Լոս Անջելեսում երեկվանից սկսած աննախադեպ հրդեհները քաղաքին միլիարդավոր դոլարի վնաս են հասցրել, ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաներից մեկը Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը։ Անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, 100,000-ը տարհանվել։ Կալիֆոռնիայում ավերիչ անտառային հրդեհները վնասել են հանրահայտ Հոլիվուդ գրությամբ բլուրները։ Հրդեհի ճիրաններից չի փրկվել նույնիսկ հանրահայտ Գեթի վիլա թանգարանային համալիրը։ Ըստ կանխատեսումների սրանք կարող են դառնալ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենազանգվածային եւ ավերիչ անտառային հրդեհները։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ստաները, այդ թվում Փերիս Հիլթոնի, Բիլի Քրիստալի եւ Մենդի Մուրի։ Ջո Բայդենը չեղարկել է իր ուղևորությունը Հռոմ եւ Վատիկան Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այդ այցը պետք է լիներ նրա վերջին արտասահմանյան այցը ԱՄՆ նախագահի պաշտոնում, ԱՄՆ-ում աղետի ռեժիմ է հայտարարված։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն առաջարկել է ամերիկյան մայրցամաքն անվանել մեքսիկական ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեքսիկական ծոցն ամերիկյան ծոց վերանվանելու մտադրության մասին հայտարարությանը, որն արվել է երեքշաբթի։ Մեքսիկայի նախագահը նշել է, փաստ է, որ մեքսիկական ծոցը Մայկի կողմից ճանաչված անուն է, բայց ինչու մենք մայրցամաքը չենք անվանում մեքսիկական Ամերիկա։ Գեղեցիկ է հնչում, այնպես չէ, որպես փաստարկ նա մեջ բերել է 1607 թվականի պատմական քարտեզը, որը ստեղծվել է հոլանդական Արևելյան Հնդկաստանի ընկերության պատվերով եւ որի վրա ժամանակակից Միացյալ Նահանգների տարածքը նշանակված է որպես մեքսիկական Ամերիկա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, գրում է Bild-ը։ Սահմանների խախտումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ասել է նա ավելի վաղ։ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա Գրենլանդիայի տարածքի նկատմամբ, չնայած որ կղզին Դանիայի տարածքի մաս է կազմում։ Շոլցն այս առնչությամբ բանակցություններ է վարել եվրոպական մի քանի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ։ Ըստ Bild-ի Թրամփի հայտարարությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Հունվարի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների շուրջ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ մեկ ազգ երկու պետություն սկզբունքով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում, այս մասին գրել է ուկրաինական Թելեգրաֆ պարբերականը վկայակոչելով պետության ղեկավարի շրջապատը։ Ուկրաինայի առաջնորդը հրապարակավ դա չի հաստատել, պարբերականը նշում է, որ 52% վստահության մակարդակ ունեցող Զելենսկին հնարավորություն ունի հաղթել նախագահական ընտրություններում, պայմանով, որ դրանցում չառաջադրվի Զելենսկու գլխավոր մրցակիցը՝ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որն այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն է։ Պարբերականը նշում է, որ Զալուժնին իրենց քաղաքական ծրագրերում տեսնում է նաև այլ քաղաքական ուժեր։ Պարբերականի պնդմամբ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Զալուժնիին փոխանցել է, որ եթե նա ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը, այլ մասնակցի Զելենսկու կողմից, ապա կարող է ստանալ առաջին տեղը ժողովրդի ծառակուսակցության ցուցակում եւ Գերագույն Ռադայի խոսնակի աթոռը։ Տելեգրաֆի հարցմանն ի պատասխան Զալուժնին հրաժարվել է մեկնաբանել իր քաղաքական ծրագրերը, կարճ պատասխանելով. «Սկզբում մենք կպահպանենք պետականությունը եւ հետո կխոսենք»։ Եվ թողարկումից անմիջապես հետո ազատ զրույցի տաղավարում Արտուր Կիրակոսյանը կզրուցի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ցտեսություն։ Ցտեսություն։